միայն նկատեցիք, որ դուք եւս հիմա իշխանության մաս եք։ Եվ նաեւ պետք է, եթե ընտրվեք, հատկապես պետք է ձեր ներդրումն ունենաք ընդհանուր օրակարգերի իրականացման հարցում։ Արդարացիորեն խոսեցիք նաեւ դպրոցների, ճանապարհների մասին, կողմ եք, որ դրանք կառուցվեն, եւ սխալ բյուջեի կառավարումը, դա նաեւ չսարքված դպրոց է, մանկապարտեզ է, չսարքված ճանապարհ է, ճիշտ եք ասում։ Ես ճիշտն ասած ձեր Facebook-յան էջը նոր մտա, մի քիչ թերթեցի, ու տեսա, որ դուք ամենաակտիվներից եք ձեր խմբակցությունից, ով ամեն օր տեսանյութ էր հրապարակում, ասելով, որ եթե ԿՊ-ն վերընտրվի, գալու են 300,000 ադրբեջանցիներ։ Անկեղծ եմ ասում, ամեն օր գրեթե դուք նման տեսանյութ եք հրապարակել։ Հիմա լինելով իշխանության մաս եւ շատ կարեւոր, եթե ընտրվեք հանձնաժողովի նախագահ, ո՞նց եք տարբերակելու այդ դպրոցը կառուցվում է մեր երեխաների համար, թե ինչպես ձեր առաջնորդներ ասում, այդ դպրոց մանկապարտեզները ծառայելու են մի քանի 100,000 ադրբեջանցիների։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Հակոբյան, 300,000 ադրբեջանցիների թեմային բազմիցս անդրադարձել ենք, ինձ թվում է թեման արդեն սպառված է։ Հանձնաժողովում իմ աշխատանքը կառուցելու եմ այն տրամաբանությամբ, որ դպրոցը կառուցվում է հայ երեխաների համար եւ դպրոցի շահառուները հայ երեխաներն են։ Իսկ ինչ վերաբերում է այն վտանգին, որ ադրբեջանցիները գալու են եւ գուցե այդ դպրոցում սովորեն ադրբեջանցի երեխաներ, ես կարծում եմ, որ օրինակ նույն Հակա Սաֆարովյան օրենքը այստեղ ձեր կողմից ընդունելով կչեզոքացնենք այդ ռիսկը։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Ինչ խոսք լավ էիք սկսել, ասելով, որ ձեր թեզերը ուղղակի նախընտրական տերոր էր, որևէ այլ բան չէր, որովհետև ասացիք աշխատելու եմ այն կանխավարկածով, որ հայ երեխաների համար են այդ դպրոցները, մանկապարտեզները լինելու, ինչևէ, բայց մի այս առիթից օգտվեմ մի հատ էլ դիտարկում անեմ, Տիկին Մանուկյան, մեր գործընկերների հարցերին վերաբերեցիք որպես գիտելիքների ստուգման, բայց ձեր գործընկերների նմանատիպ հարցերին, օրինակ հաջողությամբ օգտվելով նաև ձեր մոնիտորից պատասխանեցիք։ Ո՞րն էր տարբերությունը։ Ես օրինակ իմ գործընկեր պարոն Թունյանի ու ձեր գործընկեր պարոն Հարությունյանի հարցերի միջև որակական առումով, հա մասնագիտական առումով որևէ տարբերություն չտեսա։ Ինչն էր խնդիրը։ Եվ մի հարց էր, դուք կամովին եք որոշել տեխնացու լինել եւ կանգնել այստեղ հարցերին ստիպված պատասխանել, թե ոչ։ Տիկին Հակոբյան, հարցերը այնքան շատ էին, հիշեմ պատասխանեմ։ Առաջինը, ես չեմ ասել, որ դա նախընտրական տերոր էր, ոչ, դա մանիպուլյացիա է հիմա, ես ասել եմ, որ առաջնորդվելու եմ այն մտքով, որ դպրոցը կառուցում ենք հայ երեխայի համար, դա չի նշանակում, որ ես ասում եմ, որ մեր թեզը նախընտրական տերոր էր։ Սա սրա մասին, ինչ վերաբերում է, երկրորդ հարցը կհիշեցնեք։ Հա, հարցը, որին չեմ պատասխանել, ձևակերպման սկիզբը ինձ համար վիրավորական էլեմենտներ էր պարունակում ու ձեր համեմատությունը պարոն Հարությունյանի հարցի հետ տեղին չէ, նախորդած որակումների հետ համաձայն չէի, դրա համար չպատասխանեցի, եթե այդ հարցը այլ կերպ ձևակերպվի, սիրով կպատասխանեմ, ինչ վերաբերում է արդյոք ես ուզել եմ կամ չեմ ուզել, ես նման եմ մարդու ում բռնիկը բերեին այստեղ կկանգնեցնեին։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, միայն խնդրում եմ, հասկանում եմ, այսօր շատ ենք նիստ արել, բայց այնուամենայնիվ խնդրում եմ կարգապահությունը եկեք պահենք դահլիճում եւ մի խոսեք, շատ հաճախ չի լսվում ելույթ ունեցող։ Ելույթի սկիզբը շատ տպավորիչ էր։ Հոգեբանական տեսանկյունից դուք պատրաստ էիք տեքստը մեզ ներկայացնելու։ Բայց ինձ մի բան է հետաքրքրում եւ հարց սողում եմ որպես հոգեբան է հոգեբանին։ Ինչպես եք վերաբերվում նրան, որ երկրի թիվ 1 ամբիոնին կանգնած համայն հայությունը հետևում է մեզ եւ
ձեր խմբակցության ղեկավարը ձեզ հուշումներ է ցույց տալիս, դուք աշակերտի նման, թեև չէիք ցանկանում մեր գործընկերոջ հարցին պատասխանել, անընդհատ նայում եք ինձանից ձախ, եւ արդյոք դուք որպես հոգեբան ճիշտ եք գնահատում են, որ ձեր ընկերները նույն հարցը 4 անգամ ձեզ տալիս են, եւ ես ֆիքսում եմ ինձ մոտ 4 անգամ դուք տալիս եք տարբեր պատասխաններ, չլինելով ֆինանսիստ, չլինելով տնտեսագետ, ես հասկանում եմ, որ ինչ որ բան այն չէ, եւ ամենակարևորը, բոլոր այն հարցերը, որոնք բովանդակային էին, ձեզ խիստ նյարդայնացնում էին։ Ես ձեզ պիտի խնդրեմ, որ դուք օրվա ավարտին դիտեք տեսանյութը, այսօրվա այս հարց ու պատասխանի եւ կհասկանաք, որ ձեր ընկերները ձեզ հետ շատ անարդար են վարվել, որովհետեւ հիմա ինձ գրում են տարբեր հոգեբաններ եւ վերլուծություններ են անգամ ուղարկում ձեր այստեղ ամբիոնի մոտ կանգնած լինելու հետ կապված։ Ես ձեզ խնդրում եմ, մի թողեք, որ ձեզ այս կտանքներին ենթարկեն։ Շնորհակալություն։ Շատ լավ Տիկին Երեմյան, ներողություն եմ խնդրում, Լռություն լավ չեմ տալիք։ տեսնում, հեռուն դժվարանում եմ կարդալ, հուսամ ճիշտ եմ ասում։ Այսպես ուրեմն որպես հոգեբան ես ինձ չեմ դիրքավորում, մասնագիտություն ստացել եմ դեռ հեռավոր 99-ից 2004 թվականներին, դրանից հետո երբևէ հոգեբանությամբ չեմ զբաղվել, բայց համալսարանում ստացած գիտելիքներս ինձ թույլ են տալիս հասկանալ, թե դուք ինչ եք փորձում անել։ 20 տարուց ավել ֆինանսների համակարգում եմ, բազմաթիվ որակավորման վկայականներ ունեմ հսկայական փորձ, եւ բացի այդ, այս տարիներին, քանի որ միշտ մեծ թիմեր եմ ղեկավարել, հասցրել եմ հասկանալ, երբ են մարդիկ փորձում մանիպուլացնել, երբ են մարդիկ իմ դեմ աշխատում, իմ ընկերների մասով ձեր տված գնահատականների հետ թույլ տվեք չհամաձայնել եւ խորհուրդ կտամ, եթե ժամանակ ունենաք նայեք, կտեսնեք, որ դժվար իմ տված պատասխանները 4 նույն հարցի լինեն 4 տարբեր բովանդակությամբ։ Եթե շարադասությունը, շարահյուսությունը, ընտրված հոմանիշները նույնը չեն, դա չի նշանակում, որ բովանդակային ուրիշ պատասխան եմ տվել այդ հարցերին։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Տիկին Մանուկյան, ես շատ հարգանքով եմ ձեզ վերաբերվում։ Ես ընդամենը ուզում եմ, որ դուք այս կտանքներին չենթարկվեք, որովհետև դրանից դուք նյարդայնանում եք, ձեր գեղեցիկ ժպիտը կորում է եւ անընդհատ ձեր այն կողմ նայելը, այդ թղթի վրա գրած գրությունը չեք էլ տեսնում, որ կարդաք, դա դժվարություն է ձեզ համար։ Խնդրում եմ, մի անցեք դրա միջով, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, կկրկնվեմ, ինձ թվում է, ես նման չեմ մարդու, ում կարելի է կտանքների ենթարկել ու բիգերագնահատեք իմ տեսողությունը, ստեղից ընդեղ չեմ տեսնում, որ կարդամ։ Մարիաննա Ղահրամանյան, իսկ այ ես միջև ընդեղ